Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր մեծ ուսումնասիրությունը, փնտրելով և գտնելով Հիսուս Քրիստոսին Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքում և գլխում։ Այսօր մենք կանգ ենք առնում Թվոց գրքի 35 գլխի վրա, որտեղ բացվում է մի զարմանալի հայտնություն մեր Փրկչի մասին։ Այս գլխում Աստված հաստատում է ապաստանի քաղաքները։ Սրանք 6 քաղաքներ էին, որտեղ կարող էր փախչել և պաշտպանվել այն մարդը, ով պատահաբար կամ առանց մտադրության մարդ էր սպանել։ Սա պարզապես հին իրավունք չէր, սա մարգարեական պատկեր էր Քրիստոսի մասին։ Առաջինը, Հիսուսը մեր ապահով ապաստանը։ Այն ժամանակներում այրան վրեժխնդիրը, զոհի հարազատը իրավունք ուներ սպանելու հանցագործին։ Միակ փրկությունը ապաստանի քաղաք հասնելն էր։ Աստվածաշունչը ասում է. Աստված մեր ապավենն ու զորությունն է նեղությունների մեջ, մեզ մեծ օգնական է։ Սաղմոս 46:1-ն է ասում։ Սիրելիներ, մենք բոլորս մեղավոր ենք և ըստ օրենքի արդարության արժանի ենք մահվան։ Մեր այրան վրեժխնդիրը մեղքի դատապարտությունն է, բայց Աստված տվեց մեզ Հիսուս Քրիստոսին որպես մեր ապաստան։ Փառք Տիրոջը։ Ինչպես քաղաքի դռները միշտ բաց էին փախստականի առաջ, այնպես էլ Քրիստոսի գիրկը միշտ բաց է ամեն զղջացող մեղավորի համար։ Երկրորդը, ազատագրում քահանապետի մահով։ Սա այս գլխի ամենախորը գաղտնիքն է։ Թվոց 35:28-ում գրված է մի զարմանալի օրենք։ Փախստականը պետք է մնար այդ քաղաքում և չէր կարող տուն վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ ողջ էր քահանապետը։ Բայց քահանապետի մեռնելուց հետո նա ազատ էր արձակվում և կարող էր վերադառնալ իր կալվածքը։ Մտածեք սրա մասին, ինչու հենց քահանապետի մահը պետք է ազատություն բերեր։ Որովհետև սա մատնանշում է մեր մեծ քահանապետի Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներ, մենք փակված էինք մեր մեղքերի մեջ, բայց երբ մեր քահանապետը Հիսուսը մահացավ խաչի վրա, նրա մահը դարձավ մեր ազատության գինը։ Նրա մահով մեր բոլոր հանցանքները ջնջվեցին և մենք իրավունք ստացանք վերադառնալու մեր հայրական ժառանգությանը, Աստծո արքայությանը։ Սիրելիներ, գուցե այսօր դուք ձեզ զգում եք հալածված ձեր անցյալի սխալներից կամ դատապարտված օրենքի կողմից։ Հիշեք, ձեր ապաստանը պատրաստ է։ Մի փորձեք ինքնուրույն արդարանալ, այլ վազեք դեպի Քրիստոսը։ Նրա մեջ դուք ապահով եք և նրա մահը ձեզ տվել է հավիտենական ազատություն։ Փառք Տիրոջը։ Աղոթենք թանկագիններ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր ապաստանի քաղաքն ես։ Շնորհակալ ենք քո զոհաբերության համար, որ մեզ ազատեց մահվան դատապարտությունից։ Խնդրում ենք, թաքցրու մեզ քո շնորհի մեջ և օգնիր, որ միշտ մնանք քո սիրո սահմաններում, որտեղ կա իրական խաղաղություն։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կիսվիր և գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդում։ Աստված օրհնի քեզ և քո տունը։ Ամեն։